Այսօր խոսելու ենք նորից վերջնարդյունքների զարգացման մասին, բայց մի փոքր ավելի մանրամասն։ Նախորդ մեր քննարկումների ժամանակ ներկայացվում էր վերջնարդյունքի կառուցվածքը եւ կառուցվածքում մենք տեսնում ենք, որ վերջնարդյունքը կազմված է երկու եւ ավելի կարողություններից։ Եվ եթե մենք փաստացի զարգացնում էինք վերջնարդյունքը, ապա նշանակում է, որ զարգացնում էինք չափորոշիչի 8 կարողությունների մի մասը։ Իրականում, եթե անհրաժեշտ էր վարվել ուղղակի կարողություն զարգացնելով, ապա մենք պարզապես կարողունակությունները նկարագրելուց հետո հանրակրթությամբ չափորոշում կտայինք այն կարողությունների ցանկը, որը անհրաժեշտ էր այդ կարողունակությունները զարգացնելու համար։ Իրականում վերջնարդյունքները պարզապես կարողությունների խումբ չի։ Վերջնարդյունքները հենց իրենց անվանումով մի նպատակ են ենթադրում, որին մեզ օգնում են հասնել այն կարողությունները, որոնք ընդգրկված են վերջնարդյունքի բովանդակության մեջ։ Որպեսզի այս մասին ավելի մանրամասն հասկանանք, առաջարկում եմ դիտարկել օրինակի վրա։ Մեր միջին դպրոցի վերջնարդյունքներից 7-րդը ասում է, որ սովորողը կարող է որոշել խնդրի լուծման համար անհրաժեշտ տեղեկույթը, գտնել խնդիրների լուծման ստեղծագործ մոտեցումներ եւ համեմատել դրանք։ Եկենք հասկանանք, թե նպատակը որն էր։ Աստորեն նպատակն է վերջնարդյունքի սովորողի մոտ խնդրի լուծման գիտակցված եւ բազմակողմանի մոտեցում ձևավորելն է, որը ինչ է նշանակում։ Նշանակում է, որ սովորողը պետք է կարողանա խնդրի էությունը վերլուծել, այսինքն հասկանալ խնդիրը, անհրաժեշտ տեղեկույթի նպատակային ընտրություն եւ որոնում կատարել, այսինքն որոշել այն տեղեկույթը, որը անհրաժեշտ է խնդիրը լուծելու համար եւ կարողանա որոնել սովորողը պետք է կարողանա տարբեր ստեղծագործ լուծումներ գեներացնել եւ հետո դրանք համեմատել եւ ընտրել այն մեկը, որը ավելի ամբողջական եւ ինչ որտեղ ավելի հեշտ նրան կօգնի հասնել այդ խնդրի լուծմանը։ Բայց մենք նպատակը շատ երկար ձևակերպեցինք եւ առաջարկում եմ դրա կրճատ տարբերակն ունենանք, այսինքն նպատակը ոչ միայն պարզապես լուծում գտնելն է, այլ մտածողությունը սովորողի մոտ զարգացնելը, ստեղծագործ մտածողությունը զարգացնելն է։ Հիմա անդրադառնանք հարցմանը, որը հաշվետվության մեջ կար եւ դուք այս ՈՒԴԱՊ-ի 3-րդ հաշվետվությամբ պատասխանել եք հարցերին եւ պատասխանողների 55.2%-ը համարում է, որ կարողանում է որոշել խնդրի լուծման համար անհրաժեշտ տեղեկույթը, զարգացել է, 43.5%-ը համարում է մասամբ է զարգացել, 1.3%-ն էլ համարում է, որ թույլ է զարգացել։ Ես ենթադրում եմ, որ դպրոցում ուսուցիչները այս հարցի պատասխանը կամ ուրեմն որոշակի չափանիշներ սահմանելով ստուգել է եւ դրա հիման վրա է այսպիսի եզրակացության եկել, կամ ինտուիտիվ ուղղակի աշխատանքի ընթացքում ունեցած պատկերացման միջոցով։ Ես էլ եմ կազմել որոշակի չափանիշներ եւ եկեք միասին նայենք այդ չափանիշները։ Այսինքն, եթե 55%-ը հասկացել է, 55%-ի մոտ զարգացել է, ուրեմն ամենայն հավանականությամբ խնդրի ըմբռնում ասելով մենք հասկանում ենք, որ սովորողը կարողանում է խնդիրը հստակ ձևակերպել եւ առանձնացնել դրա էական բաղադրիչները։ Տեղեկույթը ընտրելիս սովորողը կարողանում է հստակ որոշել անհրաժեշտ տեղեկույթը եւ
հիմնավորել ընտրությունը, ասել ինչու ընտրեց այդ տեղեկույթը խնդրի լուծման համար։ Եվ տեղեկույթի որոնում եւ օգտագործում բաժնի համար ասում ենք, որ սովորողը արդյունավետ գնահատում է եւ ճիշտ օգտագործում տարբեր աղբյուրներ։ Այսինքն նրանք, ովքեր ասում են, որ իրենց սովորողների մոտ զարգացել է առաջի կարողությունը, կարողանում է որոշել խնդրի լուծման համար անհրաժեշտ տեղեկույթը, համապատասխանում է այս 4-րդ բարձր մակարդակին։ Երբ որ ասում ենք մասամբ է զարգացել, դա նշանակում է, որ խնդիրը ընդհանուր առմամբ հասկանում է, ընտրում է հիմնական տեղեկույթը քիչ հիմնավորումներով եւ գտնում է տեղեկույթ, բայց սահմանափակ աղբյուրներից։ Իսկ այն դեպքում, երբ որ թույլ է զարգացել, դե վատագույն դեպքում չի հասկանում խնդիրը, հետևաբար մյուս բոլոր կետերն էլ դրանից են բխում, չի կարողանում որոշել տեղեկույթը եւ չի կարողանում այն գտնել։ Ավելի լավ տարբերակը, որը ավելի շատ է համապատասխանում թույլ է զարգացելին, ուրեմն մասնակի հասկացել է խնդիրը, ընտրում է իր հասկացածին համապատասխան եւ օգտագործում է սահմանափակ աղբյուրներ այդ ուրեմն տեղեկույթը գտնելու համար։ Այսպիսով, ես ուզում եմ ձեզ հուշել եւ միգուցե դուք ուրիշ չափանիշներ կընտրեք եւ դա չի կարեւորը։ Կարեւորն այն է, որ դուք հստակ սահմանելով այս չափանիշները, հետո դրանով առաջնորդվելու եք նախ եւ առաջ սովորողներին սովորեցնելիս, նրանց սովորեցնելիս։ Դուք պետք է կարողանաք սահմանել ու հետո արդեն բացատրել երեխային, թե ինքը ինչպես հստակ ձևակերպի խնդիրը, դրա էական բաղադրիչները գտնի եւ ներկայացնի, ինչպես որոնի տեղեկույթը, ինչպես հիմնավորի իր որոնելու այդ սկզբունքները եւ ինչպես վերջին հաշվով մի քանի աղբյուր օգտագործելով գտնի անհրաժեշտ տեղեկույթ։ Այս ամենը մենք երեխաներին պետք է սովորեցնենք։ Եվ իմ այսօրվա խնդիրը ու ընդհանրապես մեր այս բոլոր քննարկումների վերջին հաշվով այս հաշվետվությունների ներկայացման հիմնական նպատակն այն է, որ դուք տեսնեք այս խնդիրները, տեսնեք այս կարողությունները, ձևակերպեք այս կարողությունները, սովորեք այս կարողությունները ձևակերպել եւ ներկայացնել սովորողներին։ Եթե մենք սկսենք կարողություն առ կարողություն, վերջնարդյունք առ վերջնարդյունք զարգացնել սովորողների մոտ այս գիտելիքներն ու կարողությունները, մենք ի վերջո շատ արագ կհասնենք նրան, որ բոլոր կարողությունները կզարգանան սովորողների մոտ, որովհետև դրանք մենք զարգացնում ենք ոչ թե մենակ, այլ մեր դպրոցի բոլոր ուսուցիչներով միասին, հետևաբար այս կարողությունները զարգացնելու, այս վերջնարդյունքները զարգացնելու գործը միայն մեկ ուսուցչի վերադրված չէ, այլ դրված է դպրոցի բոլոր ուսուցիչների վրա եւ բոլորս մենք ուժ ենք եւ կարող ենք այս խնդիրը հաղթահարել 2-3 տարվա ընթացքում։ Եկեք նայենք երկրորդ հարցի պատասխան, այսինքն կարողանում է գտնել խնդրի լուծման ստեղծագործ մոտեցում։ Սա արդեն մեզ ավելի շատ մոտեցնում է այն հիմնական նպատակին, որ այս վերջնարդյունքը ցանկանում է սովորողների մոտ զարգացնել։ Հետևաբար ավելի մանրամասն նախորդի նման այդպես երկար բարակ չբացատրեմ, ուղղակի ձեր ուշադրությունը հրավիրում եմ, որ արդեն մենք բաղադրիչներ ունենք ստեղծագործ մոտեցումներ, լուծումների համեմատում շատ կարևոր է եւ եզրակացություն եւ ընտրություն։ Այսինքն առաջարկում է մի քանի տարբեր եւ նորարար մոտեցումներ, այսինքն սովորողը կարողանում է գտնել տարբեր լուծումներ եւ նորարար մոտեցումներ։ Սա բավականին բարձր մտածողության մասին է խոսում։ Համեմատում է լուծումները հստակ չափանիշներով հիմնավորում ընտրությունը։ Այսինքն ինչպես մենք սահմանեցինք այս չափանիշները կամ դուք սահմանեք այլ չափանիշներ,
այնպես էլ սովորողը այս օրինակներից կսովորի եւ իր աշխատանքի համար կսահմանի չափանիշներ եւ կհիմնավորի, թե ինչու է ընտրել այդ չափանիշները։ Ընտրում է լավագույն լուծումը հիմնավորված կերպով, այսինքն նա կարողանում է ձեզ բացատրել ինչու ընտրեց այս կամ այն լուծումը։ Ահա սա մի գործիք է, որը մենք կարող ենք օգտագործել, որը մենք կարող ենք ստեղծել եւ օգտագործել միայն աշխատանքի process-ում, իրար հետ աշխատելով, մեթոդ միավորման ուսուցիչներով աշխատելով, ամբողջ դպրոցով միասին աշխատելով, որպեսզի մենք հասնենք հաջողության։ Վերջում ես ձեզ ուղղակի ուզում եմ ներկայացնեմ, թե որ կարողունակություններն են զարգանում կամ այս վերջնարդյունքը որ կարողունակությունների զարգացմանն է նպաստում։ Սովորելու կարողունակությանը, մաթեմատիկական եւ գիտատեխնիկական կարողունակությանը, մեծ իմաստով խնդիրների լուծման մասին է խոսքը, եթե նկատեցիք, թվային եւ տեղեկատվական գրագիտությանը, որոնումների համար եւ իհարկե մեր սիրելի քննադատական եւ ստեղծագործ մտածողությանը։ Հուսով եմ, որ կարողացա ներկայացնել վերջնարդյունքների, կարողությունների, վերջնարդյունքների նպատակների եւ կարողունակությունների կապը, եւ դուք այդ նման բառերի մեջ չշփոթվեցիք ու հասկացաք այն, ինչ ես ուզում էի, որ դուք հասկանան։